Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է այսօրեմի այսօրվա հարցազրույցին, որն արվել էր Տաթևի վանական համալիրի վանահայր Հայր Սահակի հետ։ Այսօրեմին տված հարցազրույցում Հայր Սահակը հերքել էր բոլոր լուրերը, թե հատուկ հանդիպել է Ալեն Սիմոնյանին։ Հայր Սուրբն ասել էր, որ իրենց հանդիպումը պատահական է եղել եւ որպես արցախցի Արցախը կորցնելուց հետո այդ մարդկանց հետ խոսելու բան չունի, պարզապես բարևել է ու անցել գնացել։ Ալեն Սիմոնյանը սակայն տեսանյութ էր ապարակել ու հայտարարել, որ Հայր Սահակը ստել է։ Պետք է ասեմ, որ հանդիպումը եղել է շատ հաճելի ինձ համար։ Հայր Սահակը իմ կողմից շատ հարգված Հայր Միքայելի հետ ինձ դիմավորեց հենց մտքի մոտ, հետագայում չթողնելով, որ Հայր Միքայելը որևիցե շփում ունենա ինձ հետ, ինքը միանձնյա ինձ ամբողջ տարածքը ցույց տվեց, քննարկեցինք բոլոր հնարավոր հարցերը եւ Հայր Սահակը ինձ նաև պատմեց այն աշխատանքների մասին, որոնք տեղի են ունենում եւ վերջում մեր հարաբերությունները, մեր շփումը այնքան ջերմ էր անցնում, որ վերջում նույնիսկ ես պատրաստակամություն հայտնեցի, ասի կարող է ինչ-որ բանով ես փորձեմ ինչ-որ ձևով աջակցել, որ ինչ-որ մի մաս շինարարության ֆինանսական առումով փորձեմ ես աջակցել եւ այդ ֆինանսական աջակցության մասով Հայր Սահակը մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց եւ իր համարը տվեց իմ խորհրդականին, որպեսզի մենք կազմակերպենք, որ ես ինչ-որ ձևով նաև մասնակցեմ այդ ֆինանսական ծախսին, ինչը շատ ուրախացրեց Հայր Սահակին։ Դուք տեսանյութում այդ ամենը տեսնում եք։ Դրանից հետո Հայր Սահակը մեծ սիրով ինձ ճանապարհեց մինչև մուտք, մինչև իմ ավտոմեքենա եւ մենք շատ սիրալիր ձևով բաժանվեցինք։ Չի կարելի սուտ խոսել, պատվիրաններից մեկը ասում է քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր եւ ես ցավում եմ, որ եկեղեցականը այդքան համարձակություն չունի եւ այդքան վախվորած է եւ այդքան ընկճված է, որ մեր հասարակ շփումը իր մոտ այդպիսի վիճակ է առաջացրել, որ ինքը պատվիրան է խախտում։ Ես ներում եմ իրեն, քրիստոնեաբար ներում եմ իրեն, թող Աստված ների նաև իրեն, իր սուտ խոսելու համար, որովհետև ես չեմ ուզում հավատալ, որ նման բարքերը պետք է շարունակեն եւ տեղ ունենան մեր եկեղեցում եւ առիթ օգտվելով նորից ուզում եմ ասել, մեր եկեղեցին լի է, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին լի է բազմաթիվ արկեշտ մարդկանցով, որոնց ես իմ ողջուններն եմ ուղարկում եւ շնորհակալություն հայտնում իրենց արած աշխատանքի համար։ Հարգանքներս ձեզ բոլորիդ։ Իսկ Հայր Սահակին Աստված թողների, ես ներում եմ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով դատական նիստերից մի ուշագրավ հանգամանքել է պարզ դառնում, ինչի մասին թեև խոսվել է, սակայն դրա փաստական արձանագրումները նիստերից են նկատելի։ Պատերազմի ընթացքում զորամասերը բառի բուն իմաստով կազմաքանդել են, մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուս գումարտակը հյուսիս, բրիգադի հոպը կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը լրիվ այլ ու այդպես շարունակ։ Բրիգադը որպես զորային կարևոր օղակ իր մարտունակությունն ապահովում է կառուցվածքին հատուկ ստորաբաժանումների ձևավորման եւ արկայության պայմաններում հոբ խնդիրների ապահովումից մինչև հետախուզություն, երբ դրա տարբեր օղակներ չեն գործում, այլ ընտրանքով էլ չեն ապահովում, բրիգադի խնդիրը կատարելու հնարավորությունը կտրուկ նվազում է։ 44-օրյա ամբողջ ընթացքում ոչ միայն ռեզերվայինի կարգավիճակ ունեցող զորամիավորումներն իրենց ողջ կազմով մարտի մեջ մտնելու հնարավորություն չեն ունեցել, դրա առանձին զորամասերն էլ տարբեր որոշումներով մասնատվել են եւ ցրվել են ճակատի տարբեր ուղղություններով։ Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ բարդվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատուները ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ փոխորտում են, դա օրինակ ինքնավստահություն դրսևորում։ Ամփոփել է Աբրահամյանը։ Երբ լռությունը դառնում է մեղսակցություն, Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ըստ նրա Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Բայրամովը 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին նվիրված ֆիլմում ներկայացրել է մի շարք դրվագներ, որոնց նպատակը ակնհայտ է ոչ թե պատմությունը վերհիշել, այլ այն վերաշարադրել։ Ֆիլմում Բայրամովը մեղադրում է Հայաստանին բանակցային գործընթացից հրաժարվելու եւ պատերազմ հրահրելու համար։
Նա պատմում է, թե իբրև 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստացել է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը պայմանով, որ Ալիևը դադարեցնի սահմանային կրակոցները։ Ալիևը նրա հանձնարարել է կատարյալ լռություն պահպանել սահմանին, սակայն ընդամենը 6 ամիս անց 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացած հաջորդ հանդիպմանը Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումն ու հայտարարել, թե չի կարող լուծել խնդիրը։ Բայրամովի այս պատմությունն ունի մեկ ակնհայտ նպատակ՝ Ադրբեջանի ագրեսիան ներկայացնել որպես պատասխան հայկական սադրանքին եւ հետին թվով լեգիտիմացնել պատերազմը միջազգային լսարանի աչքում։ Հայաստանի իշխանությունները սակայն չեն արձագանքում այս մեղադրանքներին, իսկ լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ։ Կամ դա վկայում է, որ ասվածը ճիշտ է եւ հակափաստարկ չկա, կամ դա վախ է Ադրբեջանից վասալային կախվածության մեջ լինելու հետևանքով։ Երկու դեպքում էլ Բաքուն շահում է, քանի դեռ Երևանը չի ներկայացնում հիմնավոր հակափաստարկներ։ 2018-19 թվականների բանակցությունների փաստաթղթերը Մինսկի խմբի ձևաչափում եղած արձանագրությունները եւ այն հանգամանքը, որ հենց Բաքուն էր խախտում խաղաղագործընթացի տրամաբանությունը, միջազգային հանրության ընկալման մեջ Բայրամովի ներկայացրած տարբերակը աստիճանաբար վերածվում է պատմական փաստի, ամփոփում է Սուրենյանցը։ Ճանապարհների ապաշրջափակման մասին հայտարարություններն ուռճացված են, իսկ ճանապարհը ծախսատար, ասում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, նրա պարզաբանմամբ այդ բեռները գալիս են Վրաստան, այսինքն տարանցիկ երկիր։ Ապաշրջափակում կլիներ այն ժամանակ, երբ բեռները կային Իջևան կայարան, հիմա էլի տրանսպորտի միջոցով են գալիս։ Ինչպես բերքաբերիչ չկարողացանք տարածք ստանալ, այդպես էլ Արցախաշենի դեպքում չեք ստանալու, վստահեցրել է Դանիելյանը։ Որովհետև հենց դրա համար մենք ասում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի Հայաստանի Հանրապետությանը հետ սահմանազատման, սահմանագծման իրական գործընթաց անելու, որովհետև եթե մի կողմը պահանջում եւ ստանում է Եվ այդ ստանալուց հետո այլևս Հայաստանի Հանրապետությունը տարածք չի ստանում, այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետության տարածքից օկուպացվել են շուրջ 200 քառակուսի կիլոմետր, ըստ պաշտոնական տվյալների, բայց ոչ պաշտոնական տվյալներով խոսում եմ մոտավորապես 400 քառակուսի կիլոմետրի մասին։ Այսինքն դա միակողմանի զիջում ա եղել։ Դրա դիմաց ոչ մի բան ոչ ստացել են, ոչ էլ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ոչ էլ որևէ մի ադրբեջանի պաշտոնյա ասել ա, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական հողեր։ Մենք դրանից առաջ էլ ինչ ենք ասում, ասենք սահմանազատման, սահմանագծման գործընթացը պետք է արվի այն քարտեզների հիման վրա, որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական հանրապետության մեջ։ Ըստ այդ քարտեզների Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 31000 քառակուսի կիլոմետր տարածք է։ Փոխվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասում էր, դեռ պետք են իրավական հիմքեր, արդյոք անկլավները Ադրբեջանին։ Չէ, այդպես չէր ասում, ասում էր իրավական հիմքեր չկան, ոչ թե ասում էր դեռ պետք է, ասում են իրավական հիմքեր չկան։ Նշում են, որ պետք է տարածք տան, տարածք ստանան։ Դե դուք լսել եք Ադրբեջանի հայտարարությունները, ես լսել եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Արցախաշենի մասին է հայտարարել, բայց ես ուզում եմ տարածքներից էլ դուրս կգան ադրբեջանցիները սահմանազատման արդյունքում։ Հիմա ինչի համար է դա ասում։ Ցույց կտա ժամանակը, բայց ես կարծում եմ, որ այդ հատվածներում Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իր վերջին շրջանի վարած քաղաքականությունը, հերթական զիջումներն է նախապատրաստում եւ այդ զիջումների ֆոնին որոշակի առումով քարոզչական ֆոն է ստեղծում եւ ուզում նաեւ ձեզ տեղեկացնել, որ այն հատվածները, որի մասին երկար ժամանակ խոսում, այդ հատվածներով անցում են շատ կարեւոր մեծ համար նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Դա Հայաստան մտնող գազամուղն է, դա ինտերնետ մալուխներն են եւ այլ կոմունիկացիաներ, ճանապարհներ եւ այլ կոմունիկացիաներ, որը փաստացի երկու հատվածում էլ, Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վստահ է հաստատ մինչև ընտրությունները Հայաստանն ու Ադրբեջանը դելիմիտացիայի վերաբերյալ պայմանագիր չեն կնքի։ Երբ որ Արցախը հայկական էր, երբ որ Լեռնային, իսկ ինչ է դա նշանակում, երբ որ Լեռնային Ղարաբաղում ապրում էին հայեր։ Մենք առաջարկում ենք ճանապարհ, երբ որ մենք հայտարարեցինք, որ նշաձողը պետք է իջեցնել, այդ թվում Քոչյան Ռոբերտը, Սերժ Սարգսյանը, մյուսները, Դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղում իրանց հետ աֆիլիացված ուժերը մեզ դատապարտում էին դավաճանականության մեջ եւ ինչի մեջ, այն ինչի մեջ։ Իրանք արդյունքում ինչ արեցին։ Իրանք եւ իրանց հետ ասոցիացված ուժերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում Դաշնակցությունը
այնպես արեցին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ընտրեցին նախագահ Լեռնային Ղարաբաղում, ստեղ Երևանում հանրահավաք էին անում, Նարեկը մոտեցավ Առնվազն Քոչարյանի, Սարգսյանի չեմ հիշում, մոտեցավ թե չէ, ասեց ինչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին, ասեցին շատ լավ է, հուսով ենք նույնը Հայաստանում կլինի։ Հայկ Մամիջյանը այստեղ ազգային ժողովում էր ասում էր եւ կհնչի զանգը, ինչ որ մի բան կլինի։ Ու ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Հասկանում եք։ Հիմա դուք ուզում եք սրա մասին օրինակ մի օր հարցնեք, որ խնդրեմ ինչ որ մեկը ձեզնից Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կհարցնի, պարոն Քոչարյան, պարոն Սարգսյան, այդ 2023 թվականի ամառը, որ օպերայի Ազատության հրապարակում հանրահավաք էիք անում, ասում եք շատ լավ է այն ինչ տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, հուսով ենք նույնը Հայաստանում տեղի կունենա։ Մամիջյան Հայկն էլ ասում է շուտով կհնչի զանգը, ու դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղ հայաթափվեց։ Իրանք ինչ նկատի ունեին։ Դե եթե իրանք 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Արցախի։ Շատ լավ, դե ուրեմն նույն անալոգիայով, եթե 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, այդ ո՞նց են իրանք 30 տարի երկիրը կառավարելուց հետո, երբ որ մի իրավիճակ, երբ որ հավասար ռազմական բյուջեն իրենց են անում, որ մի քանի անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, ու դրանից հետո մենք գալիս ենք իշխանության 1.5 տարվա մեջ, այսինքն այդ նույն անալոգիայով մենք մեղավոր ենք, որ պատերազմը սկսել, բայց իրանք մեղավոր չեն։ Բացի այդ, Ռուբինյանը ցորենի մասնագետ չէ եւ չի կարող ասել ինչ ցորեն է ներկրվել Ղազախստանից։ Իսկ ընդհանրապես ցորենի մասնագետ ես չեմ եւ էկոնոմիկայի նախարարությանը հարցնեք, բայց ես չեմ կարծում, որ ինչ որ անհատ ձեռներես պիտի ուզենա ներգրի ցորեն, որը իր նպատակին չի ծառայում։ Ռուբինյան Բայրամովի հայտարարությունների հետ կապված մեկ էլ Ռուսաստանի, ռուսաստանական ցորենի մասին ինչ են ասում։ Նորմալ է, որակը բավարարում է իրանց։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իրեն մի քանի օր եւս հարկավոր է, որպեսզի ծանոթանա արձագանքներին, նոր մյուս հարցերին էլ կպատասխանի, ինչպես միշտ նա նաեւ անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե սկան է անելու բոլոր ժամանակների բանակցային փաստաթղթերը եւ հրապարակելու է դրանք։ Ես ընդամենը 3 օր առաջ շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց զգացումների պատասխանել են ինչպես Մարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցեր։ Թույլ տվեք, ունեմ 3 օր ծանոթանամ արձագանքներին, նոր որ բոլոր ձեր հարցերին կպատասխանեն ինչպես միշտ։ Բայց առավոտ կանուկ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամենամարտու պրոբլեմը չէ ինձ հետ կապ։ Նախագահ, այս վերջին մեղադրանքով, այս մեղադրանքով ուզում ասել ձեր գնահատում։ Մեկը հետևից մեղադրանքներ կան։ Հայտնի փաստ է, դա առանձին մեղադրանք է, այսպես նայում, որ այդ միացնելու են այս գործերից մեկը։ Պարոն նախագահ, 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցակուցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հետ չնեղվեք, գտնելու եւ սկան է անելու, տարիներ շարունակ սկաներ չկա։ Այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոսքում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։ Շնորհակալ եմ։ Ես մի հարցել եմ, կամ իշխանությունը ձեզ մեղադրում է նրա մեջ, որ դուք եւ Ադրբեջանի իշխանությունները մեղադրանքներ եք ընդունում իշխանության հարցերի։ Դե չի սեփական անճարակությունը ուրիշներին այսպես վերածել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մի պարզ եզրակացության է եկել Նիկոլ Փաշինյանը 2 անգամ, մի անգամ իր կաշին, մյուս անգամ իր կաշվի թորոփրկելու համար մատաղ է արել մեր զինվորների կյանքերը։ Լավ երկար էր, հա, այդ կառոցքի պավադոկը, որ այդ դրա արկայության պարագայում մենք սեպա ենք ստորագրում, որը մինչ օրս դուք փորձում եք իրագործել ու առանձնապես դա ձեր մոտ չի ստացվում։ Հետո ինքը ասեց ժողովրդի իրավունքները, պատմական արդարության գործարկումը, վերականգնումը նույնպես թոք էին, բայց խնդիրը կայանում է նրանում, որ դրանք երկուսն էլ ձեր բանակցային տերմիններն են։ Իրավունքներ, անվտանգություն, արդարություն, դա դուք եք բերել բանակցային գործընթաց։ Մերը 3 հիմնարար սկզբունքներ ինքնորոշման իրավունքով։ Ավելին ասեմ,
ձեր իշխանության ընթացքում մեր բանակցությունների ավարտից տարիներ անց Ռուսաստանի Դաշնությունը, Եմեն, ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան նույնիսկ այս տարվա օգոստոսին այդ նույն հիմնարար սկզբունքներից ինքնորոշման իրավունքին հղում են կատարել։ Այ դա էր մեր բանակցային ժառանգությունը։ Ավելին ասեմ, մեր բանակցային ժառանգության մասին խոսել է թե Ադրբեջանից երկու անգամ նշելով, որ եթե բանակցությունների ունով գնար, ապա թե Լաչինն ու Քելբաջարը եւ թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը եւ թե երկրորդը դրա մասին Փաշինյանն է ինքը ասել գաղտնալսման ընթացքում ասել է որ Ադրբեջանը համակերպվել է որ Լեռնային Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու անդրադառնանք մեկ այլ կարևոր կետի վերջերս մամուլում տարածվեց մի տեղեկատվություն որ Փաշինյանը 18 թվականին խոստացել է կարգավորել գործընթացը, իսկ 19-ին ասել է, որ իրեն կսպանեն, եթե ինքը դա անի։ Երբ որ դա համադրում ես այն փաստի հետ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմը, չարեց անհրաժեշտը պատերազմը կանգնացնելու համար, հետո էլ պատճառաբանեց, որ իրեն դավաճան կհամարեին այդ պարագայում, մենք գալիս ենք մի պարզ եզրակացության, երկու անգամ Նիկոլ Փաշինյանը մի անգամ իր կաշին, մյուս անգամ իր կաշվե աթոռը փրկելու համար մատաղ է արել մեր զինվոր տղերքի կյանքերը։ Ոստեղ այլ քննարկման տարբերակ չկա։ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունները հնչում են երկրում Ռուսաստանի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Մենք միշտ հարգել ենք եւ կշարունակենք հարգել ցանկացած ժողովրդի ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունները արվում են հանրապետությունում մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Թվում է, թե դա հետևում է այն օրինաչափությանը, որը վերջին տարիներին փորձարկվել է այլ երկրներում, օրինակ Մոլդովայում։ Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները, ինչպես խորհրդարանական գծով, այնպես էլ համապատասխան գերատեսչությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում անհրաժեշտության դեպքում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով հայտարարել է Զախարովան, մեկնաբանելով խորհրդարանական ընտրություններից առաջ Երևանի դեմ հիբրիդային պատերազմներ վարելու մասին հայտարարությունները։ Ըստ Զախարովայի, ամերիկացի ռազմական տեսաբաններն են հորինել հիբրիդային պատերազմ հասկացությունը եւ անմիջապես սկսել են այն ակտիվորեն կիրառել գործնականում։